Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հայաստան Եվրամիություն օրակարգը ոչ թե հակասում է խաղաղությանը, այլ ուժեղացնում է։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարություն է տարածել։ Ադրբեջանական վառելիքը Հայաստանում, ինչ ազդեցություն կարող է ունենալ դրա մուտքը Հայաստան և ինչ է իրականում դրվում սեղանին։ Սկսում ենք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նոր փուլ, Արցախի ներկայացուցչությունում լսումներ էր։ Թրքացվող Բաթումը, ինչ գին է վճարել Վրաստանը թուրքական ներկրման համար, ինչ մեսիջ կա Հայաստանի համար։ Ուկրաինայի ընտրության դիլեման, որը կլինի Զելենսկիի ընտրությունը պատերազմական պայմանում։ Եվ այսպես հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերին մերժել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ առերևույթ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը, հայտնում է գլխավոր դատախազությունը։ Նշեմ, որ դեռևս 2023 թվականից գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Նավասարդ սրբազանին պատկանող գույքի օրինականությունը, սակայն դատախազությունը չէր հստակեցրել, թե սրբազանի կոնկրետ որ գույքն է համարվում ապօրինի։ Այս ֆոնին վարչապետի հետ հանդիպած հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ, այդ թվում նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Նրանք ցավում են, որ եպիսկոպոսատ ժողովը հետաձգվել է։ Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների, զերծ մնալ վիրավորական խոսույթից և չթիրախավորել եպիսկոպոսներիս նվիրական առաքելությունը, հարգանքով վերաբերվելով եկեղեցու նվիրապետական կարգին։ Մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր հիմնավոր և արդարացի դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հիմնարար լուծում տալ մեր պետության և Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին։ Մյուս կողմից քաղաքացիական հասարակության մի քանի կազմակերպություններ և հանրային գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտում են իշխանության գործողությունները, որոնք ըստ ստորագրյալների խաթարում են եկեղեցու ինքնավարությունը։ Պահանջում ենք հանրային իշխանության ներկայացուցիչներից և հատկապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ձեռնպահ մնալ Հայաստանի սահմանադրությունը և ներպետական օրենքները, Հայաստանի միջազգային իրավական պարտավորությունները խախտող գործողություններից, եկեղեցու գործունեության ազատությունն ու ինքնավարությունը, դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանից կատարել Հայաստանի սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթը, հանրային իշխանության ներկայացուցիչներից իրենց հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի էթիկայի և վարքագծի կանոնները, չօգտագործել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթ։ Դատավորներից իրենց լիազորություններն իրականացնել անկախ և Հայաստանի սահմանադրության և մարդու իրավունքների պահպանմամբ, այդ թվում ազատության իրավունքի և կալանավորումը որպես ծայրահեղ խափանման միջոց կիրառելու սկզբունքները։ Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից իրականացնել անկախ և արդյունավետ քննություն առաջնորդվելով բացառապես սահմանադրության և օրենքների պահանջներով, ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում անմեղության կանխավարկածը, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ծառայողներից իրականացնել իրենց գործառույթներն անկախ, հիմք ընդունելով բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների պահանջները, ձեռնպահ մնալ անհամաչափ և անհարկի ուժի գործադրումից և անձանց իրավունքները խախտելուց։ Միաժամանակ Տափերական գյուղում սերնդեսերունդ պահպանված 13-րդ դարի Չարխափան ավետարանը գողացել են։ Ավետարանի պահապան Արմեն Ավետիսյանի ընտանիքը վշտի մեջ է։ Արմենի կինը Նարինեն մեզ պատմել է, որ ավետարանը պապական ժառանգություն է, որը մատուռ է բերվում միայն հատուկ օրերի համար, և գողությունը ըստ նրա պատահական չի եղել։ Գողը գիտեր, որ գիրքն այդ գիշեր մատուռում է լինելու։ Ավետիսյանների հետ զրուցել է իմ գործընկեր Անահիտ Սարգսյանը։ Տափերական համայնքի մատուռում պահվող 13-րդ դարի ավետարանը գողացել են։ Ավետարանի պահապան Արմեն Ավետիսյանի ընտանիքը վշտի մեջ է։ Հարևանները և ողջ գյուղը նույնպես։ Արմեն Ավետիսյանի կինը Նարինեն ուշքի չի գալիս կատարվածից։ Ավետարանը հավատացեք, ոնց որ ասեր չկամ ես, դուք հավատում եք։ Դեպքը կիրակի գիշերն է պատահել։
Ավետարանի գողությունից անմիջապես հետո դիմել են ոստիկանություն, սակայն դեռ նշանակալի արդյունք չկա։ Սպասում են։ Մի րոպեն անկեղծ եմ ասում, այն տանեն փոքր անթային թորներիցս մինչև այն մեծը, չգիտեմ, մենք չգիտենք հացն ինչ է, կամ մյուսը դե էլ մի կողմ։ Ոնց որ ապրում ենք այնքան որ ինքը այնքան զորություն ունի, ես էս չեմ ասում ինչ որ ասելու համար կամ ինչ որ վախացնելու կամ անենց բաներ կտեսնեն, ով որ տարել անկեղծ եմ ասում։ Նարինեն շեշտում է, այն պահպանված չարխափան ձեռագիր միակ ավետարանն է։ Իրենք էլ յուրահատուկ տեղ են տվել փոխանցված արժեքին։ Ավետարանը մեծ մասամբ տուն են տարել, մատուռ է բերվել միայն հատուկ օրերի համար, այն պահվում է իր սնդուկի մեջ։ Ես չեմ էլ կպնում, շատ հազվագյուտ համբուրելուց կամ Արմեննին է տրված, չի կարելի։ Հա, այստեղ ճիշտն ասած ժամանակ եղավ, որ նվեր բերեցին, Արմենը ասեց սիրուն է էլի դնեմ ստեղ, ավետարանը, երազ էր եկե մեր հարևանին, մեր հարևանը չի մտել, որ ասեմ ինչ որ մտելա, տեսելա, բան արել էլի, ասլա գնա ասա, թող ավետարանը դնեն տեղը, դուք պատկերացնում եք։ Ավետարանի փրկման պատմությունը նույնպես սերնդեսերունդ է փոխանցվել։ Կոտորացի ժամանակ, երբ որ Անդրանիկը զորավար մեր գնում է գերիներին ազատելու, կրակի մեջ ավետարաններ են գցած լինում, լիքը սենց, մեր ավետարանի վրա եղել է ոսկյա խաչեր, թանկարժեք քարեր, 19 հատ խաչ է եղել, որից հանել են, երևի մի քանի հատնա վրան մնաց, երևի ոսկյա չի եղել, թե ինչա, դրանք չեն ձեռ տվել, մի խոսքով գցել են կրակի մեջ, գլորվել է, եկել է տատիկի ոտքերի տակ, տատիկը Արմենի շատ գեղեցիկ կին է եղել, աղջիկ ավելի ճիշտ կներեք, աղջիկ է եղել, իրան մրել են, մուր են քսել դեմքին, երկու հատ սպիտակ ձիավոր, տվել են հետը, Անդրանիկ զորավոր ասելա տարեք թող մեր հայազգին փրկի։ Թե ինչու Մատենադարանի պահպանության ներքո չեն հանձնում, բացատրում է, սա պապական ժառանգություն է։ Հետո Արմենին շնորհք է եկել, ոնց տանի տա լավ, հա, մենք հաստատ կպատժվեինք, հաստատ։ Ավետարանի գողության նպատակը պարզ չէ, բայց Նարինեն վստահ է, այն գտնվելու է։ Մի անգամ էլ են գողացել, մոտավորապես 10 տարի առաջ էր, կարողացել են գտնել։ Ավետարանը չի մնա ոչ մի տեղ։ Ուղղակի հայի տականքությունը էլի, թուրքերից, ես էդի միշտ էլի, թուրքերից բերեն ստեղ հայ ձեռով, հա։ Ավետարանի բժշկող զորության շուրջ հյուսված պատմությունները շատ են։ Գիրք չի, գիրքը ընթերցանելի է, գիրքը պատմության գիրքն է, գիրքը որ կարող է, սա քայլող Աստված է։ Ականատեսի աչքով պատմողները նույնպես։ Ընտանիքի շուրջ հավաքված հարևաններից ամեն մեկն իր պատմությունն ունի։ Մեծ զորություն է, եւ այսքան ավետարանների մեջ Հայաստանում Չարխափանը ուրիշ զորություն է, բոլորին էլ բուժում են։ Քնեցին ու այդ աղջիկը լավացա։ Չարխափան ավետարանի գողությունը պատահական չէ, կարծում է տանտիրուհին։ Կասկածներ ունեն, որ ամեն ինչ նախորոք պլանավորված է եղել։ Վերջի վերջում գողը մատուռի պատուհանից է ներս մտել։ Շատ լավ իմացել է, որ գիրքն այդ գիշեր մատուռում է թողնվել։ Բացի գրքից իր հետ է վերցրել նաև սնդուկում դրված մյուս երկու աղոթագրքերը։ Վայ մամա ջան, ավետարան։ Անահիտ Սարգսյան, Նորայր Հակոբյան, ABC Media։ Պաշտոնական Երևանը արձագանքել է Բաքվից հնչած դժգոհություններին, որը վերաբերում էր օրեր առաջ Հայաստանի եւ Եվրամիության միջև կնքված ռազմավարական օրակարգի մասին փաստաթղթին։ Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակը հայտնում է, որ Հայաստան-Եվրամիություն օրակարգը ոչ թե հակասում է խաղաղությանը, այլ ուժեղացնում է այն, քանի որ հիմնված է ընդհանուր արժեքների, Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության աջակցության վրա։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգը, որի շուրջ ՀՀ ԵՄ երկկողմ բանակցություններն ի դեպ սկզբունքորեն ավարտվել էին դեռ հունիսին, ներառում է նաև ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը եւ խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը։ Հատկանշական է, որ Եվրամիությունը վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը եւ ինստիտուցիոնալիզացմանը։
Մինչ Բաքուն պահանջում է փաստաթղթից հանել իրենց համար ոչ հարմար դրույթները, իսկ պաշտոնական Երևանը շարունակում է շեշտել իր եվրոպական ուղին եւ խաղաղության օրակարգը, այս հարցի շուրջ կարծիք է հայտնել նաեւ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշել է, որ Եվրամիություն-Հայաստան գործընկերության մասին փաստաթուղթը չի հետաձգի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Լրագրողների հետ զրույցում նա նաեւ հայտարարել է, որ մոտ ապագայում հնարավոր է եւս մեկ սահմանային հատվածի սահմանազատում։ Պետք է ասեմ, որ ինչ որ հարցերում մենք ենք շտապում, ինչ որ հարցերում ադրբեջանական կողմն է շտապում, բայց գործընթաց է, որը շարունակվում է եւ ես կարծում եմ, որ մոտակա ապագայում մենք նաեւ ինչ որ մի մաս նույնպես կսահմանազատենք, հա, եւ կունենանք այն դրական հաճելի ստացված իրավիճակը, որը որ ունենք իրանցի մասում, որը որ դարձել է մեր համար օրինակելի մի տեղ, որտեղ որ մենք միջազգային գործընկերներին եւ մեր քաղաքացիներին, որոնք դեռ չեն եղել, տանում ենք ցույց ենք տալիս եւ ի ցույց ենք դնում, թե նշված քիչ առաջ խոսացված խաղաղությունը ինչ տեսք կարող է ունենալ եւ ինչ տեսք ունի։ Պետական սահմաններից հետո հերթը էներգետիկ սահմաններին է։ Ալեն Սիմոնյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է գործակցել Ադրբեջանի հետ, այդ թվում էներգետիկ ոլորտում։ Կոնկրետ ժամկետներ ձեզ չեմ կարող ասել, բայց ես չեմ ուզում մենք կենտրոնանանք հենց նավթամթերքի վրա միայն, բոլոր տեսակի ապրանքների շրջանառություն պետք է լինի եւ մենք դրան պատրաստ ենք եւ խաղաղության խաչմերուկը եւ այն խաղաղությունը, որի մասին խոսում ենք, հենց դրա մասին է։ Բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը, թե կարող է հիմա առաջինները տեսեք ծորենը եղավ, իդեպ Մարդից օգտվելով ասեմ, ինչ որ շարքումներ են գնում այն բանի հետ կապված, որ այդ ծորենը 4-րդ կարգի է եւ դա որովհետեւ ձեւով պիտանի չէ կամ որովհետեւ բան չունի, ես պետք է ասեմ, որ այդ ծորենը օգտագործվում է նաեւ հաց թխելու մեջ եւ դա օգտվում է մարդից եւ այդ ինֆորմացիան մեր քաղաքացիներին նույնպես տամ, ինչ վերաբերում է նավթամթերքին, այո, ինչու ոչ, ինչքան շատ այլընտրանքը լինի էներգակիրների, լինի դա նավթ, լինի դա գազ, լինի դա, չգիտեմ, ամեն ինչ հնարավոր է, Հայաստանը պետք է դրանից օգտվի եւ հնարավորություն տա, որ Ադրբեջանը նույնպես իր շահը եւ հետաքրքրությունը ունենա, որպեսզի Հայաստանի տարածքով Նախիջևան կամ Թուրքիա հնարավորություն ունենա այդ ապրանքը արտահանելու։ Մինչ մեր երկրի ներսում քննարկվում են փոխշահավետ հարաբերություններն ու այլընտրանքային էներգակիրների ներմուծումը, հարևան Վրաստանը արդեն անցել է այդ փորձարկման միջով, բացելով շուկան արտաքին ներդրողների, մասնավորապես Թուրքիայի համար։ Փորձագետներն ասում են, կարելի է հենց այդ փորձից դասեր քաղել։ Ինչպես կառավարել տնտեսությունը եւ դրա վրա ներգործող արտաքին ազդեցությունը, Անի Աբաղյանն է ներկայացնում։ Վրաստանը կիսով չափ փակում է տնտեսության դռները Թուրքիայի առջև, մինչդեռ 2004-ից 2006 թվականներից վրացական շուկան գրկաբաց ընդունում էր թուրքական կապիտալը։ Սաակաշվիլին ուզում էր Բաթումը Դուբայ դարձնել, բայց դարձավ Թուրքիայի Սևծովյան քաղաքների պես։ Սաակաշվիլիի որոշմամբ արտասահմանցի ներդրողների համար սահմանվեց ազատ ռեժիմ, նվազեցին հարկերը, արագացան շինթույլտվությունները։ Բաց դռնով առաջինը մտավ Թուրքիան։ Թուրք գործարարները սկսեցին կառուցել հյուրանոցներ, սրճարաններ, անգամ հեռահաղորդակցման միջոցներ ձեռք բերեցին։ Բաթումում թուրքական կապիտալը նկատելի է հատկապես հյուրանոցային բիզնեսում։ Ամենախոշորներին վերագրվում է թուրքական ներդրումների ազդեցությունը, ներառյալ Grand Rixos Palace-ին, որն արդեն հիշեցնում է թուրքական Rixos հյուրանոցային ցանցը։ Թուրքիան Վրաստանում դիրքերն ամրապնդել է նաև GeoCell-ի միջոցով։ Վրաստանի GSM բջջային հեռահաղորդակցության համաշխարհային համակարգի առաջին օպերատորներից էր Թուրքիան։ Այսօր արդեն օպերատորն անցել է վրացական Silknet-ին։ Վրաստանը ամբողջովին որոշակի տարածաշրջաններում, հատկապես Աջարիա եւ Հայաստանի հյուսիսային հատվածի մասում մենք տեսանք թուրքական ներդրումների եւ բնակչության աճ, որովհետև շատ հաճախ այդ ընկերությունները, որոնք այնտեղ ինչ-որ շինարարական կամ այլ աշխատանքների անվան տակ իբրև թե ներդրում էին անում, աշխատուժը բերում էին Թուրքիայից եւ իրենք այդտեղ արդեն բնակեցվում են։ Այսինքն մենք տեսանք հստակ քաղաքականությամբ իրականացվող ժողովրդագրական պատկերի փոփոխման
Բաթումում արդեն իսկ վերահսկողության տակ են արտասահմանյան ներդրումներով շինթույլտվությունները։ Թբիլիսին թուրքականի փոխարեն փորձում է երկիր բերել եվրոպական, ամերիկյան, չինական ներդրումներ։ Վրաստանը ոչ միայն դիվերսիֆիկացնում է շուկան, այլև զսպում Թուրքիային։ Կարող է վրացական սցենարը կրկնվել Հայաստանում։ Ինչ ռիսկեր կան եւ ինչ օգուտներ կարելի է քաղել։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, ճանապարհների ապաշրջափակումը հարևանների հետ դրական ազդեցություն կունենա, բայց ներդրումների համար արտոնյալներ եւ ոչ արտոնյալներ պետք է լինեն։ Ներդրումների համար, չգիտեմ, առևտրական ամբողջարժեք գործողությունների համար ճանապարհը բացվի այն երկրների համար, որոնց Հայաստանի Հանրապետությունը օրենսդրորեն կշնորհի գերադասելի ազգի կարգավիճակ։ Անգլերեն ասում են the most favored nation։ Այսինքն, օրինակ ամերիկացիները դա կիրառում են առևտրում, մենք դա կարող ենք կիրառել միգրացիոն քաղաքականության մեջ, նկատի ունեմ հնարավոր հոսքերը ադրբեջանցիների դեպի Հայաստան եւ ներդրումային խնդիրների մեջ, որովհետև մենք պետք է ամեն անգամ հասկանանք այդ ներդրումները ինչ նպատակներ են հետապնդում։ Ըստ Զուրաբյանի, Հայաստանը Թուրքիայի հետ երկար ճանապարհ պետք է անցնի, որ այդ կարգավիճակը նվիրի նրան։ Բացի այդ, Թուրքիայի նպատակները շատ ավելի հեռուն են գնում, կարծում է Դյունիկ Աղաջանյանը։ Խնդիր է դրված ամբողջ այս տարածաշրջանը, խոսքս մեծ մերձավոր արևելքը եւ Միջին Ասիան ամբողջովին վերագաղութացնել արևմտյան հեգեմոնիկ ազդեցության տակ պահելով իրենց տնտեսական բարեկեցությունը ապահովելու նպատակով։ Փորձագետները զգոնության կոչ են անում։ Թուրքիան, ինչպես հարևան Վրաստանում, կարող է հայտնվել տնտեսական անմեղ ներդրումներով, իսկ 1-2 տարի անց ասելիքը թելադրել թուրք բնակիչներով։ Նրանք հայտնվում են ներդրումային շուկայում, ապա ներթափանցում մշակույթի մեջ, հետո դառնում առօրյայի մաս։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Արցախի ներկայացուցչությունում այսօր լսումներ էին։ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանելյանը հայտարարել է, որ սկսում են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նոր փուլ։ Նրա խոսքով Արցախի բռնազավթումը չի նշանակում, թե դադարել է Արցախի Հանրապետության գոյությունը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրամիություն, Եվրոպայի խորհուրդ։ Նրանք արձանագրել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման հիմնարար սկզբունքների հիման վրա։ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրականացնվող ճանապարհաշինությունն ու զանգվածային արտաշիրիմումները շարունակում են մնալ չբացահայտված ու մտահոգիչ։ Անհետ կորածների հարցը որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր թեմայով ասուլիսի ժամանակ մարդու իրավունքների նախկին պաշտպան Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հստակ ընդգծել է, որ այսօր չկա արդյունավետ միջազգային մեխանիզմ Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար։ Անհրաժեշտ էր ինչ անել։ Գոյություն ունի հստակ ՄԱԿ-ի մեխանիզմ։ ՄԱԿ-ի կոնվենցիա գոյություն ունի կարևորագույն բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին։ Այդ կոնվենցիան ունի կոմիտե։ Կոմիտեն նախատեսում է շատ լուրջ պարտավորություններ կողմերի համար, մասնավորապես Ադրբեջանի համար, քրեականացնել արարքներ կոնկրետ, հատուկ հրատապ խնդրանքների կամ քննության մեխանիզմ է նախատեսում։ Լուրջ պարտավորություններ է դնում ուժային կառույցների վրա, անվտանգության մարմիններ, ոստիկանություն, պետության վրա է լուրջ պարտավորություններ, պարբերաբար զեկույցներ ներկայացնել, եւ Հայաստանը ստանում է միջազգային վերահսկողության հնարավորություն այս հարցերի նկատմամբ։ Իսկ հիմա ինչ, շատ ճիշտ նշվեց, Ադրբեջանը այսքան իր Արցախի տարածքում իր համար կառուցում է ճանապարհներ, շինարարություն է անում եւ այլն, մենք ինչ զանգվածային արտաշիրմում է հայտարարել, չէ, իրականացնում է արտաշիրման դեպքերն են, բայց մենք ինչ գիտենք, ովքեր են այդ արտաշիրմվող մարդիկ, հայեր են, հայեր չեն, որ դեպքերի հետ են կապված, ինչ է հետո մեզ պահանջներով բերելու, առաջադրելու,
Մենք չունենք միջազգային վերահսկողության այսօր մեխանիզմ, որ այդ մեխանիզմով մենք կարողանայինք Ադրբեջանից պահանջներ ներկայացնել եւ ուզել այդ պահանջները, որովհետեւ իսկ երկկողմանի դեպքում ինչու չի ստացվում, որովհետեւ Ադրբեջանը ամեն ինչ միշտ արել է միջազգային հանրության աչքից մեկուսացնելու համար, առանձնացնելու համար այս նման բոլոր հարցերը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հրապարակավ խոսել է այն բանակցային փաթեթների մասին, որոնք նախկինում նախատեսում էին բազմակողմանի անվտանգության երաշխիքներ եւ միջանկյալ կարգավիճակ Արցախի համար։ Երրորդ նախագահը նկատել է, որ կառավարության հրապարակած փաստաթղթերը ներկայացված են որպես երկարամյա գաղտնի գործընթացի բացահայտում, սակայն իրականում դրանք ընտրովի են եւ չեն արտացոլում բանակցությունների ամբողջական պատկերը մինչեւ 2018 թվականը։ Շատ տարօրինակ, եթե չասենք խորշելի են դիտվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունեցող տասնյակ փաստաթղթերից Հայաստանի այսօրվա կառավարիչների հրապարակած ոչ մեծ ընտրովի ցանկում հղումները 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եւ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարություններին։ Ոչ պակաս պարադոքսալ է Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ 1993 թվականի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի հրապարակումն ու հղումները։ Բոլոր այդ փաստաթղթերը բացի Ադրբեջանից ոչ ոք, ոչ ՄԱԿ-ը, ոչ ԵԱՀԿ-ն, ոչ էլ համանախագահ երկրները չեն հիշել եւ հղում չեն արել դրանց առնվազն 2008 թվականից հետո 10 տարի։ Միջազգային լրահոսից Լոնդոնում եվրոպացի դաշնակիցների հետ մի քանի ժամ տևած խորհրդակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին կրկին շեշտել է. տարածքային զիջումներ չեն լինելու, սակայն այդ կոշտ ուղերձից հետո Կիևը հնչեցրել է ավելի մեղմ դիրքորոշում։ Նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ընտրություն անցկացնել անվտանգության եւ անհրաժեշտ իրավական փոփոխությունների դեպքում, իսկ որը կլինի Զելենսկիի իրական ընտրությունը պատերազմական պայմաններում, ինչի առաջ է կանգնած Ուկրաինան եւ ինչ հաշվարկներ են անում Վաշինգտոնն ու Եվրոպան, մանրամասները ռեպորտաժում։ Մի քանի ժամ տևած լոնդոնյան խորհրդակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին հաստատել է. տարածքային զիջումների մասին խոսք լինել չի կարող։ Նա հիշեցրել է, որ դա արգելվում է թե երկրի սահմանադրությամբ, թե միջազգային իրավունքով, սակայն այդ կոշտ ձևակերպումներից հետո Ուկրաինայից հնչել են նաև ավելի մեղմ փոխզիջումային ուղերձներ։ Նախագահը հայտարարել է, որ պատրաստ է երկրում ընտրություն անցկացնել, եթե ապահովի դրանց անվտանգությունն ու իրականացվեն անհրաժեշտ իրավական փոփոխությունները։ Ես պատրաստ եմ ընտրության։ Ավելին, ես խնդրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներին հնարավոր է մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ապահովել ընտրությունների անվտանգությունը։ Այդ դեպքում 60-ից 90 օրվա ընթացքում Ուկրաինան պատրաստ կլինի դրանց։ Քաղաքագետ Արա Պողոսյանը կարծում է, որ Զելենսկիի այս քայլը եւ ներքին եւ արտաքին քաղաքական հաշվարկ ունի։ Նա հիշեցնում է, որ Ուկրաինան մշտապես հայտարարել է, ռազմական դրության պայմաններում ընտրություն անցկացնել հնարավոր չէ եւ բանակցային բոլոր փուլերում Կիևի գլխավոր պահանջը եղել է նույնը՝ նախ դադարեցնել ռազմական գործողությունները, ապա միայն անցկացնել քաղաքական գործընթացներ եւ բանակցություններ։ Ռուսական կողմը ընդհակառակը պնդում էր, որ նախ պետք է փաթեթային լուծումներ ակնկալում եւ ռազմական գործողությունների դադարեցումը պետք է ինքնին բերեր ուկրաինական կողմի պարտավորությունների, խոսքային պարտավորությունների մասին է, որոնք կդրվեն ուկրաինական կողմի վրա այն պարագայում, եթե ընդունվի մասնավորապես Թրամփի պլանը։ Այս ստեղծված կոնֆիգուրացիայի մեջ ես կարծում եմ Զելենսկին, ում վրա իրականում բավական լուրջ ճնշումներ կա հատկապես Միացյալ Նահանգների կողմից, փորձում է այսպես խուսանավել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային քննադատել է պատերազմի պատրվակով նախագահական ընտրություններ չանցկացնելու համար։ Սպիտակ տան ղեկավարը նաև քննադատել է Եվրամիությանը այն որակելով որպես թույլ մարդկանց կողմից ղեկավարվող քայքայվող կառույց։ Ուկրաինայում երկար ժամանակ է արդեն ինչ ընտրություններ չեն եղել։ Նրանք խոսում են ժողովրդավարության մասին, սակայն հասել են մի վիճակի, երբ ըստ էության ժողովրդավարական պետություն չեն հանդիսանում։ Քաղաքագետը չի բացառում, որ Զելենսկին կարող է ընդունել ընտրություն անցկացնելու գաղափարը։ Ըստ քաղաքագետի նոր ընտրությունը կամ ամրապնդելու է Զելենսկիի դիրքերը, կամ ճանապարհ է բացելու նոր առաջնորդի համար։
ակնհայտ է, որ այժմ Զելենսկին նույնիսկ արևմտյան աշխարհում չի ընկալվում որպես ամբողջական լեգիտիմություն ունեցող առաջնորդ։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը եւս կարծում է, որ ընտրությունների անցկացումը հնարավոր է նույնիսկ պատերազմի ու համաճարակի պայմաններում։ Նրա խոսքով մասնակցությունը հավանաբար ամբողջական չի լինի, բայց գործընթացը այդուամենայնիվ տեղի կունենա։ Ըստ էության նա հայտարարություն է միայն արել, որ պատրաստ է այդ ճանապարհով, բայց դեռևս նախապայմաններ կա, ամենայն դեպս այս պայմանությամբ Ուկրաինայի ճակատագիրը առաջին հերթին այս process-ների, գլոբալ process-ների ձեռքում է, եւ այս գլոբալ process-ներն էլ, որոնք որ գլոբալ խաղացողների կողմից են, այսպես ասենք, ընթացքի մեջ։ Իսկ Պողոսյանը ընդգծում է, որ այս վիճակում ամբողջ պատասխանատվությունը մեկ կողմի վրա դնել չի կարելի։ Ըստ նրա, դերակատարներից յուրաքանչյուրը ունի իր շահերն ու ազդեցության գործիքակազմը։ Ստեղծված կոնֆիգուրացիան արդեն կողմերին հարկադրում է սեփական քաղաքականություն վարել։ Ամեն ինչ չէ նաև կախված Ռուսաստանի դաշնությունից, թեպետ հակամարտող կողմը Ռուսաստանի դաշնությունն է, որը այս պահին ունի առավելություն ուկրաինական կողմի նկատմամբ եւ կարող է ռազմական գործողությունների շարունակման պարագայում ավելի մեծ առավելություն ստանալ, բայց այս պահին ակնհայտ է, որ Ռուսաստանը չունի այդպես այդ տիտղոսին հավակնելու հնարավորություն։ Քաղաքագետը նշում է, եթե եվրոպական առաջատար երկրները համաձայնվեն ամերիկյան ծրագրի հետ, Վաշինգտոնը կընդլայնի իր ազդեցությունը Ուկրաինայի վրա, քաղաքական, տնտեսական եւ անվտանգային ոլորտներում։ Սա կարող է հանգեցնել նրան, որ Միացյալ Նահանգները ստանա Ուկրաինայի վրա գրեթե ամբողջական վերահսկողության հնարավորությունը։ Եվ վերջում 2 ամիս առաջ խաղաղության Նոբելյան մրցանակը, որը շնորհվել էր Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոին, այսօր հանձնվել է նրա դստերը։ Նշեմ, որ Մաչադոին պարգևը տրվել է Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների պաշտպանության համար։ Նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի վաղը առավոտյան ժամը 9-ին։ Մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։